Դուք հիմա ստեղծագործում եք, կոլաժներ եք ստեղծում, որ պահից եւ ինչու որոշեցիք ստեղծագործել եւ ինչ նյութերով, հետաքրքիր էր ես տեսա։ Ուրեմն ես երբ արդեն թոշակի անցա, դա սրանից 12 տարի առաջ էր, ես դարձա անգործ եւ ինչ անել, իսկ ես աշխատելու շատ կնեք մեռած եմ, մի բան պետք է անեմ, իսկ մինչև ես աշխատում էի իմ քրոջ աղջիկը մի խանութ ուներ, հուշանվերների խանութ, ինքը գնում էր արտասահման, հուշանվերներ էր բերում, մի խոսքով այդ խանութում վաճառում էր, ու ես քանի որ արդեն անգործ էի, թոշակառու էի, ասեց քերի ջան, ասեց, արի իմ պահեստին տեր կանգնել է, Սրտացավ։ խառնաշփոթը արի, դասավորի, բան արա, գվարցատրվես մի խոսքով, գնացի այդ պահեստ, ես կայական պահեստ ապրանքները թափած հատակին, ոչ մի կարգ, ոչ մի բան գտնելու համար, փնտրում եմ բան են անում, ասի լավ, այստեղ կարգավոր եմ ամեն ինչ։ Ուրեմն գնացի բաներ արա, հատուկ դրեկաներ, բաներ արա, պոլկաներ, բաներ սարքեցի, ամբողջ տեղավորեցի, քրոջ աղջիկ Անահիտ եկավ ասեց, քերի ջան դու հրաշք մարդ ես, ես ինչ ես արել, մի խոսքով ես այդտեղ աշխատեցի 6 տարի։ Բայց դե հիմա տեսեք, ապրանքը գալիս է, ճանապարհին հուշանվերները ջարդվում են, փշրվում են եւ այլն, ինչ անես։ Դա ոչ ես կարող վաճառես։ Արկղներով ես դա թափում էի, այդ խանութը փակվեց։ Հետագայում ես հասկացա, ես ինչ եմ արել ես։ Այդ ապրանքները, ջարդված ապրանքները ես ուր էի թափում։ Չէ որ ես դրանցից կարող էի ինչ-որ բաներ սարքել, պատրաստել, ու ասեցի դե լավ է ուշքան երբեք, ու սկսեցի փնտրել առաջ ուրեմն բանում կինոյի տան մոտ կողքերը խլամ բաներ էին վաճառում։ Մարդիկ տները ինչ ունեին, բերում են այդտեղ վաճառում են։ Պարոն Տեսակյան, այդ ժամանակ քանի տարեկան էիք, երբ որ երկրորդ շնչառություն վերցեցիք ու 0-ից Դե հաշվեք, սրանից 12 տարի առաջ։ Ես հիմա 83 տարեկան եմ։ 71 տարեկան հասակում նոր գործ սկսեցիք։ Ու սկսեցի ես բաներ անել։ Այդ որ ասում եմ այդ փալասմուլուսներ էին ծախում, ջարդված ապրանքներ էին ծախում, հին բիժուտերիաներ էին ծախում, գնացի այդ մի քանի հատ բան վերցեցի ու սկսեցի առաջի իմ կոլաժները պատրաստել եւ ստացվեց որ ես վարակվեցի այդ հիվանդությամբ եւ սկսեցի հաճախել այդ խլամ շուկան ու ապրանքներով ես արդեն տեղ չկար տանը, բերում լցնում է, բերկինս արդեն վրես խոսում էր, ինչ ես անում, բայց ասում է, տես պատերին արդեն ինչ կոլաժներ կան, կինս ասում էր, հայ մարդ, ինձ պետք չէ այդ կոլաժները, դու երկու սենյականոց բնականը մի սենյակ ես բաղացրել եմ ես գործով։ Մի խոսքով 2015 թվականին գնացի ժողովրդական ստեղծագործողների թանգարան, Շարամբեյանի անվան, այնտեղ Հովիկ Հովյաններ տնօրենը, դե մենք դե ռադիոյի ծանոթ էինք իրար, բարև ձեզ, պարոն Հովյան ասեցի, ես լուսանկարներ եմ բերել իմ կոլաժների, տեսեք, եթե ձեր դուրները կարող է ցուցահանդես բացվի կամ ինձ ձեր աշխատողները ինչով կարող են օգնել, լուսայեցիկ ջան ասեց, ինչ օգնել ասնա, նրանք պետք է քեզանից բան սովորեն, դու մտածի երբ ենք բացում ցուցահանդեսը։ Քանի միավոր աշխատանք ունեք արդեն եւ այդ բանը։ Արդեն 25 հատ աշխատանք ունեի, այդ աշխատանքներով 2015 թվականին ստեղծագործական տունը Շարամբեյանի անվան բացվեց իմ առաջի ցուցահանդեսը։ Քանի տարեկան էիք։ 15 թիվներ։ Չգիտեմ քանի տարեկան էի։ Ամեն դեպքում 70-ն անց էի։ Իհարկե։ Մի խոսքով մարդիկ եկան ինձ համեմատում են արդեն ինչ որտեղ Փարաջանովի հետ, նմանա Փարաջանովին եւ այլն, մինչեւ անգամ Մանարյանի կինը, կնոջս ընկերուհին էր, էցիկ ասեց, գաղտնիք ասեմ քեզ, դու հետ չես մնում, ասում Փարաջանովից ես նայել եմ, ասի լավ էլի,
Լիդա ջան, Լիդա էր անունը, Լիդա ջան այդպես բաներ մի ասա, ասում եմ ես կատակ չեմ անում, մի խոսքով։ Պարոն Տեսակյան, ես գիտեմ, որ դուք այսօր աշխատում եք երեխաների հետ, ինչ եք նրանց փոխանցում եւ ինչ սերունդ ունենք մենք հիմա։ Ուրեմն նախ ասեմ, որ մեր տանը արդեն տեղ չկար։ Պատերին տեղ չկար, կոլաժները արդեն 30-40 անցել էր, մոտենում էր 50-ին, դե պատկերացեք մի սենյակում ամոր խեղդուց էր արդեն։ Կինս ճիշտ ասած բողոքում էր, նաև թե դադարեցրու եւ այլն։ Մի խոսքով, ասեմ նաև որ նախքան թոշակի անցնել աշխատել եմ Սերգո Երեսյանի հետ Կարծիք հաղորդաշարում, եղել եմ Կարծիք հաղորդաշարի ռեժիսորը։ Եղել ենք բազմաթիվ երկրներում եւ այլն, դա արդեն հետա պատմություն է դարձել։ Հիմա անցանք նորից թե ինչու ես նորից շարունակեցի այդ գործը։ Ուրեմն մեր տան կողքը, ես երկրորդ զանգվածում եմ ապրում, 135-րդ դպրոցն է։ Հիմա արդեն վերանորոգված, չինական թեքումով, չինական, անգլիական, իտալական եւ ռուսական թեքումով։ Այդ 4 լեզուներ այնտեղ երեխաներին սովորացնում են։ Գնացի Գարեգին Ներսիսյանի մոտ, ինչ շատ լավ ընդունեց, ասի, պարոն Ներսիսյան, ասի, այսպես մի անկյուն կարող է ինձ տակ ձեր դպրոցում, ես երեխաներին սովորացնեմ, ասեցի, ինչ բանա կոլաժները, մի հատ կարող ես բերել, նա բերել հələ ցուցահանդես սարքենք մեր բանում դպրոցում։ Տեսնենք, եթե բանի նմանա տեղ կտանք ես։ Ցուցահանդեսը տարա 35 աշխատանք, շատ լավ հավանեցին ուսուցիչներով, բաներով եւ Ներսիսյանը ինձ տվեց մի սենյակ, որտեղ հիմա տեղավորել եմ իմ բոլոր կոլաժները, որոնք կոլաժներ չեն, դրանք կոչվում են ասամբլաժներ։ Կոլաժը ասամբլաժից տարբերվում է կոլաժը, ուրեմն հարթության վրա է կոլաժները, լուսանկարներ, ժուրնալներից նկարներ, թերթերից եւ այսինքն տափակ, հարթ։ Ասամբլաժը արդեն տարածություն ունի։ Գոգավորություն ունի։ 3D-ի նման բան է ստացվում։ Այդ ապրանքները որ կպցնում ես բանաստանում, 3D է ստացվում։ Երեխաները օգնում են, սովորում են։ Ով? Երեխաները։ Ուրեմն դե պարզա խմբակ եմ բարձր, ինձ խմբակի ղեկավար նշանակեց շաբաթական 4 ժամ ես պարապում երեխաների հետ, շատ ոնց որ ասած, ասեմ նաև որ շատ երեխաները այդտեղ չեն կարող 4-5 հոգի 4-5 հոգի գալիս են եւ զբաղվում են, սովորեցնում են իրենց այդ արվեստը։ Ունենք արդեն 10-ից ավել, մի տարի չկա որ այդ գործով եմ զբաղված այդ դպրոցում։ Արդեն երեխաները համարյա թե ցուցահանդեսի համար աշխատանքներ ունենք այնտեղ։ Այնպես որ շուտով նաև ցուցահանդես կունենան երեխաների։ Պարոն Տեսակյան, ասում են, որ երկարակյաց մարդիկ նաև երեխաների հետ շփվողներն են, որովհետև նրանք նաև երեխաներից վերցնում են, համընթաց են գնում, սովորում են։ Դուք կարող եք նաև ձեր երկարակեցության եւ արգասաբեր կյանքի պատճառը նաև երկրորդ շնչառություն վերցնելուց հետո սա տեսնել այս հանգամանքը։ Գիտեք, ինչ շնչառությունս այնպես է բացվել, որ ես ասացի շաբաթ 2 օր դասում եմ 3 շաբթի եւ 5 շաբթի։ Բայց ես ամեն օր եմ գնում այնտեղ, կինս ասում է, բայց դու 2 օր պետք է գնաս, ուր ես ամեն օր գնում։ Ասում եմ, հնարավոր չի, գնում եմ այնտեղ աշխատում եմ, նոր բաներ եմ ստեղծում, արդեն ուրեմն նաև դպրոցի տնօրենը ինձ խնդրել է, որտեղ իրենք շատ հյուրեր են ունենում, պատվավոր հյուրեր, դեսպանատներից, օրինակ Չինաստանի դեսպանը, Իտալիայի դեսպանը, իրենց համար ես նվերներ եմ պատրաստում, նվեր կոլաժներ եմ պատրաստում, ասամբլաժներ եւ իրենց նվիրում եմ։ Դուք տեսեք, թե նրանք ոնց են զարմանում, թե ախր ոնց, այսպես նվեր ոնց կարելի է ստանալ։ Ծառագործ է։ Հա, աշխատեց։